Խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ 10 օր առաջ ադրբեջանցիները Հայաստան ոտք դրեցին հատելով ցամաքային սահմանը։ Խաղաղության կամուրջ գցող հայ փորձագետների հետ հանդիպման էին գալիս, եկան Կիրանցով, որովհետև առայժմ միայն այս հատվածով է անցել Հայաստան-Ադրբեջան սահմանազատում գծումը։ Այստեղ են տեղադրվել, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Հայաստանի անկախության սյուները։ Այստեղ ու վերջ սահմանազատում սահմանագծում Տավուշից հետո չկա, գործընթացը կանգ է առել։ Պատասխանատու պաշտոնյաներն առանց կոնկրետ ժամկետներ հստակեցնելու պարբերաբար միայն հայտարարում են, թե ուր որե պրոցեսը կշարունակվի, նոր հատվածներում կզատենք ու կգծենք մեր սահմանները, եւ հիմա արդեն օդում տարբեր ժամկետներ կան առկախված, առաջիկա ամիս, տարվա առաջին եռամսյակ մինչև ապրիլ, հնարավորինս շուտ ու այսպես շարունակ։ Ինչ որ հարցերում մենք ենք շտապում, ինչ որ հարցերում ադրբեջանական կողմն է շտապում, բայց գործընթաց է, որը շարունակվում է եւ ես կարծում եմ, որ մոտակա ապագայում մենք նաև ինչ-որ մի մաս նույնպես կսահմանազատենք եւ կունենանք այն դրական, հաճելի, ստացված իրավիճակը, որը որ ունենք իրանցի մասում։ Թե կոնկրետ որ հատվածում է հաջորդը ստեղծվելու դրական, հաճելի, ստացված իրավիճակ, ինչպես խորհրդարանի խոսնակն էր ձևակերպել այս ճեպազրույցում, Սիմոնյանն ավելի ուշ ասած չի կարող հստակեցնել։ Հստակեցում չեղավ նաև հայ ու ադրբեջանցի փորձագետների վերջին շփումներից հետո։ Քաղաքասարակության ներկայացուցիչները միայն տեղեկացրին, թե իրենց սահմանափակ գործառույթների շրջանակում այս հարցը եւս քննարկման առել են։ Առաջիկայում էլ փոխվարչապետեր Գրիգորյանի ու Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովում հանդիպում կլինի, երբ այս հարցը դարձյալ պատասխան չունեցավ։ Միայն գեոլիտիկ տվյալ 2 ամիս առաջ կազմը Հայաստանում էր, հիմա հավանաբար ադրբեջանական տարածքում կլինի։ Առաջիկայում նախատեսվում է նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպում։ Իսկ փորձագիտական համայնքում համոզված են առայժմ միակ հայ-ադրբեջանական սահմանազատման գծմանն Ալիևը համաձայնել էր, որովհետև իրեն ձեռնտու էր։ Հայաստանի վերահսկողության ներքո գտնվող տարածքները պետք է հանձնվեին։ Հիմա, երբ հերթն իրենցն է, երբ հնարավոր սահմանազատմամբ, սահմանագծմամբ իրենք պետք է մեզնից բռնազավթած հողերը վերադարձնեն, մասնագետն ասում է, Ադրբեջանից պետք չէ մեծ ոգևորություն ակնկալել։ Ալիևը ժամանակ շահելու համար ամեն կերպ գործընթացը դեռ կձգի, հաշիվներ ունի Բաքվի բռնապետը։ Հայտուն կերպով երևում էր հատկապես այդ Տավուշյան 3-4 գյուղերի մասով հասկանալի էր, որ դա միակողմանի զիջումների արդյունքում կատարված լոկալ դելիմիտացիոն աշխատանք էր, որը որ կատարվեց, ավարտվեց եւ շարունակություն չունեցավ։ Սա այն պարագայում, երբ որ մենք պետք է տեսնեինք հակառակ պատկերը, հատկացի ստացվում է, որ մենք այսօր չունենք դելիմիտացված հստակեցված սահմաններ Ադրբեջանի հետ, որը նաև առիթ է տալու հաջորդ պատերազմական գործողությունների համար, որովհետև նրանք առ այս պահը չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկատումներից եւ էքսպանսիոնիստական քաղաքականությունից։ Մի կողմից նա խաղաղություն է խաղում, մրցանակներ ստանում, գումարներ շահում, մյուս կողմից տնավորվում ինքնիշխան Հայաստանի հողերում։ Հայկական լրատվամիջոցներով մեկ տեղեկությունը տարածվեց։ Սա ադրբեջանական մարտական հենակետ է մեր սուվերեն տարածքում։ Օկուպացրել են 2022-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Հիմա նախաստորագրյալ խաղաղության պայմաններում այստեղից ճամպրուկները հավաքելու փոխարեն ընդլայնել են հենակետի տարածքը, նոր խրամատներ կառուցել, բետոնապատ ինժեներական կառույց ստեղծել։ Սա դերևս երկար տարիներ անգամ կարող է տեղի չունենա, բայց պայմանավորեցնում եմ նաև մինչև հունիսի 7-ի ընտրությունները, գուցե այն պահանջը, որը այս պահին առաջնահերթություն է, այն է սահմանադրության փոփոխությունը, դրա կատարումից հետո նոր մենք ականատես դառնանք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների։ Այսինքն Ալիևը իր հերթական պարտավորությունը կվերածի հերթական նախապայմանի, հերթական առուծախի։ Իդեպ նա մինչև օրս այդպես էլ գոնե մեկ անգամ ուղիղ տեքստով չի ասել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հստակ թվերով, քառակուսի կիլոմետրերով սարուձոր է ընկել, հին ու նոր հիշել, թվեր չի ասել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։